Բարի լույս էլի բարեկամներ, օրը օրհնված է արդեն, այն օրը, որովհետև այսօրը Տերն է տվել, իսկ ինչ որ Տերը տալիս է, արդեն օրհնությունը խառնած է դրա մեջ։ Ընդհանրապես մեզ մնում է օգտվել այդ առիթից, շանսը ձեռքից բաց չթողնել եւ մեր օրը սկսել Աստծո խոսքով։ Եվ այսօրը մեր հյուրն է մեր սիրելի Վարազդատ Բեգզաջյան եղբայրը, ճիշտ ասացի, չէ՞։ Դժվար է, չէ՞ ազգանս։ Բեգզաջյան։ Այո։ Բեգզաջյան։ Վարազդատ Բեգզաջյան եղբայրը նա հովիվ է Էլ Բեթել։ Ինչ լավ անուն է, ես դուրս եկել ես Էլ Բեթել։ Եկեղեցու հովիվն է եւ այսօր առիթ ունենք միասին լսելու նրան։ Բարի եկին, Վարազդատ ջան։ Շնորհակալ եմ շատ հրավերի համար, Աբրահամ Ես եմ շնորհակալ եղբայրս։ Հավատում եմ, որ հավես օր ենք ունենալու Աստծո ներկայությամբ լցված, այն որ ասում է 1000 տարիա կոման չի եղել։ Հա, 1000 տարի մեկ օրվա պես, ասիկի քանի։ Իմիջիալոց Էլ Բեթել, երբ որ Հակոբը գնում էր, մի քար դրեց, քարան էր գնում, մի քար դրեց, քնեց քարի վրա, օծեց, անունը դրեց Բեթել։ Երբ որ հետ էր գալիս նույն քարը տեսավ, քնեց քարի վրա ուծեց, ասեց Էլ Բեթել։ Բեթել նշանակում է Աստծո տուն, Էլ Բեթել նշանակում է Աստվածը, իր տան Աստվածը, ոչ թե հովիվը, այլ Աստված։ Ամեն։ Դերոշնի։ Համարցակ հայտարարություն ես անում եւ ճշմարիտ կարելի ասել։ Շատ լավ։ Կարող եմ այսպես ասել, Երանի այդպես լինի։ Երանի այդպես լինի, այո։ Շատ լավ, Վարազդատ եղբայր, այսօրվա թեման ինձ շատ այսպես հարասատ վերնագիր ունի քրիստոնեական արժեքներ, որը հատուկ եւ կարեւորագույն հիմնային հարց է։ Մի փոքր սրա մասին նախաբան ինչ կասես։ Երեք առավոտյան աղոթում է, ճիշտն ասած Կիրակի եկեղեցում խոսել եմ քրիստոնեական արժեքների մասին, ու երեք աղոթում էի, մեջս երկու թեմա կար, ասում էի Տեր, խոսեմ քո շնորհքի կիրառելուց, ինչպես կիրառենք քո շնորհքը մեր կյանքում, ու հստակ Տերը սրտումս դրեց, որ խոսեմ այն թեման, ինչ որ Կիրակի եմ խոսել։ Ինչի էի մտածում խոսեմ շնորհքը կիրառելուց, որտեղ քրիստոնյաները այսօր հավատացյալները լավ գիտեն ինչա հավատքը, ինչա արդարությունը, լավ համեմատաբար գիտեն ինչա շնորհքը, ինչա փրկությունը, բայց երբ հարցը գնում է կիրառելուն, օրինակ կիրառեմ իմ արդարությունը, օգտագործեմ իմ փրկությունը, Փիլիպպեցիների թղթում Պողոս առաքյալը ասում է գործադրեք ձեր փրկությունը։ Ահով եւ դողով, այո, գործադրեք ձեր փրկությունը։ Ու մտածում էի Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է այն շնորհքը որ քո վրա է օգտագործիր արծարծիր այն պարգևը որ ձեռնադրությամբ փոխանցվեց ու հետո ասում է այն շնորհքը որ քո վրա է օգտագործիր ինչպես կիրառեմ ես Աստծո շնորհքը իմ կյանքում ինչ է սա այն է որ ցանկացած իրավիճակում ես պիտի հասկանամ որ Աստծո բարեհաճությունը իմ վրա է բայց երբ աղոթում եմ Տեր ասեց խոսի իմ արժեքներից ինչի որովհետև ամեն մեկը աշխարհից գալիս է, օրինակ, ինչ որ մեկը 25 տարեկանում փրկվեց, վերստին ծնվեց, Հիսուսին Տեր ընդունեց։ 25 տարի իր մոտ ձևավորվել է արժեքներ։ Ու ինքը երբ որ գալիս է Տիրոջ մոտ, ինքը գալիս է այդ արժեքներով։ Ինքը այդ արժեքները բերում է եկեղեցի Աստծո տուն ու փորձում է շփվի այդ արժեքներով։ Երբ որ Հռոմում քրիստոնեությունը ընդունեց իհարկե Հայաստանից հետո պետական կրոն Կոնստանտին կայսրը ընդունեց շատ ագնոստիկներ իրանք դարձան քրիստոնյա ու իրանք իրանց հետ իրանց արժեքները բերեցին քրիստոնեության մեջ ու երբ որ նայում ենք Աստծո խոսքին մենք չենք տեսնում այդ արժեքները ու ես կուզենամ այսօր մենք կարճ առաջի Պետրոս առաջի գլխից երկրորդ Պետրոս առաջի գլխից կարճ միտեղ գնանք ու հերթով գնանք Պետրոս առաքյալով քայլել է Տեր Հիսուսի հետ։ Եղել է իր կողքը, քայլել է ջրի վրայով, բոլոր նկարներում Պետրոսը խեղդված է։ Բայց իրականում ինքը քայլել է։ Մեր մեջ ասոցացած է խեղդված Պետրոսը։ Ոչ թե ջրի վրա։ Բայց
Այսօր կնայենք հետաքրքիր ինչպես Աստծո խոսքը խոսում ու գեղեցիկ արժեքներ ամես տալիս։ Այո, արքայության արժեքներ մասին։ Դա կարող ենք նաև ասել, որ ցուցիչներն են, արժեքները ոչ թե միայն մեզ կիրառելու համար է պետք, այլ նաև մեզ համար է պետք, որպես ցուցիչներ հասկանալու, որ Այո։ Մենք եթե ասում ենք մենք հոգևոր ենք, ուրեմն այս արժեքները նախ պետք է ունենանք, այո, եւ երկրորդը կիրառենք, այդ իմաստով։ Իմ ստանդարտը սա է, ոչ թե այն ինչ որ ես մտածում եմ, այս սա է։ Չէ, այն ինչ որ խոսքն է ասում, եթե խոսքը ինձ արժեք հա տալիս ստանդարտ, օրինակի համար սրբություն, հավատք։ Մենք այսօր հետաքրքիր կնայենք արժեքները, առաքինություն։ Ես սրանից ցածր չեմ ուզում ապրեմ։ Ու ինչ անում Աստծո խոսքը, ինձ տալիս է զորություն, կարողություն, ինչ անում Աստծո շնորհքը, ինձ տալիս է ուժ ու զորություն, որ ես ապրեմ այն ստանդարտներով, այն արժեքներով, որով ինձ տալիս է Աստծո։ Հալելույա, փառք Աստծո։ Ամեն։ Իսկ մնացածը մի գեղեցիկ երկից հետո սելի քրեր եղբայրներ մեր Գեղամ Կարապետյան եղբայր կատարմամբ, որ առաջարկեց մեր վարազդատ եղբայրը, եկեք ամբողջնենք եւ այս երկի վերնագիր արդեն շատ խոստումնալից է դու եւ ես։ Եկեք լսենք, որից հետո նորից կմիանանք, կշարունակենք մեր եթերը։ Եվ թող հույսը շմարի, հավատը սովարվի։ Դու իմ ճրագական լիյուղ, որ ամար հույս ես կրակն հոգուս, խավարն իմ լույս է հոգի Եվ թող հույսը շմարի, հավատը սովարվի Չկա էլ խավար, դու ճրագնես վրանից Հանդերձը շերմակ, դու յուղն ես իմ գլխի Աստղին զուղորդող իմ հովի Ամրոց իմ հանգիստ խաղաղություն Աստղին զուղորդող իմ հովի վարի Դու իմ ընկեր, իմ զորություն Դու իմ ամրոց իմ հանգիստ խաղաղություն Ծարավ հագեցնող դու միայն Դու Էլոհի դու միայն Ադոնայ ես և դու Դու իմ ճրագական լիյուղ, որ ամար հույս ես կրակն հոգուս, խավարն իմ լույս է հոգի դարձնում, արիներ ֆակտորներից, և թող հույսը շմարի, հավատը սովարվի
Խավար դու չակնես վրանից հանդերձես չերմակ դու յուն ես իմ գլխի աստին ծոթով իմ հովիվարի դու իմ ընկեր իմ զորություն դու իմ ամրոց իմ հանգիստ խաղաղություն Ձերքս բռնիր, հանիր ինձ վեր, հպվեմ քոքուն, դուր ինձ տևեր, հանիր ինձ վեր, դեմ գիրկը իմ հոր, աբա, աբա, աբա Ձերքս բռնիր, հանիր ինձ վեր, հպվեմ քոքուն, դուր ինձ տևեր, հանիր ինձ վեր, դեմ գիրկը իմ հոր, աբա, աբա, աբա Դու և ես Պատիրոջը դու եւ ես այս երկի ընթացքում ենք հաճելի զրույց ունեցանք իրար հետ թե լսում ենք թե զրուցում ենք վաղուց չենք տեստվել բարազդատ եղբայր եւ անցնենք թեմային սիրով լսում ենք քեզ եղբայրս Նախ ասեմ, որ երկի բարերը Սամվել Խառատյանն է գրել, իմ ընկեր, գեղամը հետաքրքիր կատարում իմ համար այս երգը մարգարեական երգ է Լավ, անցնենք թեմային Կարելի է կարճաղոթենք նոր Անպայման, իհարկե աղոթքին ոնց կարելի է ասել ոչ դա մեզ Եկեք հաղորդենք, սիրելիներս, որ նայում եք մեզ, եկեք միասին մեր գլուխները խոնարհենք, վերցնենք ժամանակ կարճ ու խնդրենք, որ ինչ որ խոսելու ենք Սուրբ Հոգին փոխանցի ձեր հոգուն, ոչ թե մտքին։ Տեր Հիսուս, մենք խոնարհվում ենք քո առաջ, մեր քաղցր Տեր, մեր թագավոր, մենք խոնարհվում ենք քո գեղեցկության առաջ, քո մեծության առաջ, Տեր, դու գեղեցիկ ես։ Քո ներկայությունը գեղեցիկ է, Տեր։ Քո սերը գեղեցիկ է Տեր, քո հոգ տանելը մեզ գեղեցիկ է Տեր։ Մենք շնորհակալ ենք քեզ այն ամենի համար, ինչ արել ես Տեր մեր կյանքերի մեջ։ Շնորհակալ ենք քո խաչի համար, որ փրկեցիր մեզ, արդարացրեցիր ու ներեցիր Տեր։ Ամեն Տեր։ Մենք շնորհակալ ենք քո ներկայության համար Տեր, որ կարող ենք կանգնել քո ներկայության մեջ ու վայելել քո ներկայությունը։ Շնորհակալ ենք քո խոսքի համար։ Սուրբ Հոգի, շնորհակալ ենք, որ դու Աստծո ներկայությունը տարածում ես մեր կյանքերի մեջ։ Տեր Հիսուս, խնդրում ենք քեզ, որպեսզի ամեն մեկը ով լսում է այս եթերը Տեր, ով հիմա լսում է, ով կլսի Տեր ժամանակի ընթացքում, քո ներկայությունը լինի այն վայրում, որտեղ որ մեր քույրերն ու եղբայրները լսում են։ Քո քաղցր ներկայությունը, քո խաղաղությունը Տեր, հենց հիմա դու խաղաղություն ես բերում ամեն վայրի մեջ Տեր, ամեն մեկը որտեղից որ լսում է, ես խոսում եմ խաղաղություն Հիսուսյանով, ու թող քո ներկայությունը լցնի մեր կյանքերը։ Ես աղոթում եմ Տեր, որ այն խոսքը, որ խոսելու եմ Աբրահամ եղբորս հետ Տեր, դու քո Սուրբ Հոգով դնես ամեն մեկի սրտի խորքում, որպես հավիտենական խոսք, որպես խոսք, որ պտուղ է բերելու ամեն մեկի կյանքի մեջ։ Տեր Հիսուսի անունով։ Ամեն։ Հալելույա։ Հավքեստեր, ես մտածում էի աղոթքը շատ երկար կգնա, խոսքին տեղ չի լինի այլևս, բայց լավ է։ Հոգի կար իրոք շատ, բարդ իրոք եւ շատ շնորհակալ եմ, որ սկզբից աղոթքով սկսեցինք։ Շատ լավ, սիրելիներս,
Այսօր ուզում եմ խոսեմ քրիստոնեական արժեքներից ընդհանուր, բայց մասնակի նաև որոշ արժեքներից կխոսենք, գնանք Երկրորդ Պետրոս առաջի գլուխը։ Տեր Հիսուսը Մատթեոս 6:21-ում ասում է, որովհետև որտեղ որ ձեր գանձերն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի։ Չէ, հետաքրքիր բան ասում Տեր, իհարկե, այնտեղ խոսում է գանձերի մասին, հարստության մասին, բայց այս արտահայտությունը ինքը հավիտենական ճշմարտություն է։ Ասում է, որտեղ որ ձեր գանձն է, այնտեղ ձեր սիրտը կլինի։ Ինչ է գանձը, մի բան, որ թանկարժեք է։ Հիսուսը Հովհաննես 10-ում ասում է, գողը գալիս է, որ գողանա կորցնի ու սպանի, չէ՞։ Իսկ ինչ է գողանում գողը։ Երբ որ գողը մտնում ինչ-որ մեկի տուն, ինքը զիվիլը չի գողանում տանում, ինքը տենց կոշիկները հագած չի գող, ինքը գողանում է թանկարժեք բան, հա, ինքը մտնում է գնում է որտեղ որ ոսկիներն է, փողերն է, թանկարժեք բաներն է գողանում։ Հիմա Տեր Հիսուսը ասում է, այն ինչ որ գանձը, որտեղ որ ձեր գանձն է, այսինքն այն ինչ որ թանկ արժեք է քո համար, դա որոշելու է քո սիրտը որտեղ կլինի։ Այն ինչ որ արժեք է, բայց թանկ արժեք է, դա է որոշում քո սիրտը որտեղ կլինի։ Ու եթե ես ունեմ արժեքներ, որոնք որ իմ համար գանձեր են, իմ արժեքները որոշում են իմ սիրտը որտեղ կլինի։ Իմ արժեքները որոշում են իմ աղոթքը ինչպիսին կլինի, իմ քրիստոնեական կյանքը ինչպիսին կլինի, իմ արժեքները որոշում են իմ ապագան։ Ու իմ որոշումները այսօր ցանկացած մարդ իր որոշումները կայացնում է ըստ իր արժեքների։ Եթե ինչ-որ մեկի մոտ փողը ավելի մեծ արժեք է, քան սրբությունը, ինքը որոշում է ցանկացած դեպքում, ցանկացած իրավիճակի մեջ հասնել ինչ-որ գումարի, նույնիսկ եթե կխաբի։ Այսինքն, ինչ ունենք մենք այսօր։ Մենք ունենք մի արժեհամակարգ, որը որ աշխարհը ունի, ու մի արժեհամակարգ, որ մեզ տալիս է Աստծո խոսքը, որը աշխարհը չունի։ Որը որ աշխարհը չունի ու չել կարող ունեն։ Հակառակ բևեռներ են։ Այո։ Ու շատ շատերը, երբ որ գալիս են Քրիստոսին, իրանք իրանց հետ բերում են այն արժեքները, այն սովորույթները, այն մտածելակերպը, որը որ ձևավորել աշխարհը իրանց մեջ։ Ու ստեղ շատ կարևոր է նայենք ու տեսնենք, թե Աստծո խոսքը ինչ արժեքներ է մեզ տալիս, որովհետև հստակ Հիսուսը ասում է, որ ինչ արժեքներ որ դու ունես ու որոնք որ թանկ են քո համար, դրանք քո սիրտը պահելու են տեղ։ Այսինքն արժեքների բան է տեղ ունենում, արժե համակարգի փոփոխություն է տեղ ունենում, արժևորումների փոփոխություն է տեղ ունենում մարդու կյանքում։ Այն ինչ որ քեզ համար արժեք էր մի ժամանակ, հիմա արդեն կորցրել է իր արժեքը։ Այո, դառնում անարժեք, ու մի ուրիշ արժեք է բարձրանում։ Սա շատ կարևոր է։ Այո։ Ինչի, որովհետև նախ դու հասկանում ես, որ խոսքը քո համար հեղինակությունն է։ Եթե այդպես չի, Աբրահամ ջան, եթե իմ արժեքները չեն փոխվում, եթե այդպես չի, ինձ խոսեն սրբության մասին, ինձ խոսեն արդարության մասին, ինձ խոսեն ճիշտ վարքի մասին, ինձ խոսեն հավատքի ու եկեղեցի գալու ու ծառայելու մասին։ Եթե սա իմ արժեքը չի դառնում, ես կլսեմ, չեմ ասի ամեն, կգնամ տուն, իմ կյանքը նույնը կմնա։ Բայց ինչ են մարդիկ մասնակցում եկեղեցի դեպքում, եթե արժե համակարգի փոփոխություն չգիտեմ, բայց պատճառները շատ են, այո, բայց ես հավատում եմ, որ ամեն մեկս էլ ունենք ինչ-որ բան, որ ես ինձ էլ եմ ասում, որտեղ ինչ-որ խոսում եմ, ես նախ ինձ եմ խոսում, ես ինձ եմ հիմա քարոզելու սիրելիներս, դուք ինչ վերցնեք, ինչ վերցնեք, ձերն է։ Ամեն մեկս էլ ունենք ու մեր կյանքի ընթացքում, երբ որ անցնում ենք ճանապարհ, որոշ բաներ փոխվում է, որոշ արժեքներ մի կողմ ենք դնում, վերցնում ենք ուրիշ արժեքներ, ու քրիստոնեայի կյանքը հենց փառքից փառք, հավատքից հավատք, սա միշտ
տիրոջ արժեքներ ավելի գնահատելու ու իր արժեքները վերցրած, իր արժեքները մեր համար արժեք սարքելու այս ճանապարհն է, ինքը չի ավարտվում։ Ինքը միշտ մենք գնում ենք փառքից փառք, հավատքից հավատք, սրբությունից սրբություն։ Շատ լավ։ Որպեսզի սենց շատ չկանգնենք նախաբանի վրա, եկեք իրար հետ կարդանք Երկրորդ Պետրոս առաջի գլուխը։ Ես սկզբից եմ վերցրել, սկզբից կարդանք, որպեսզի հասկանանք ինչի Պետրոս առաքյալը 5-րդ խոսքում գալիս է մի հետաքրքիր եզրակացության։ Սիմոն Պետրոս, ես նորը Արատն եմ կարդում, սիրելիներս, դուք կարող եք Արատը կամ ցանկացած թարգմանություն վերցնել։ Ես խորհուրդ եմ տալիս ցանկացած ծառայող, որ ստեղից ծառայում է, իր հետ միասին դուք բացեք ձեր սուրբ գրքերը ու իր հետ միասին կարդացեք։ Սիմոն Պետրոս, ծառա եւ առաքյալ Հիսուս Քրիստոսի, նրանց, որոնց մեր Աստծու եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի արդարությամբ վիճակվեց նույն հավատքը ընդունել։ Սա հավատքի տեսակի մասին է։ Մենք բոլորս ունենք միևնույն հավատքը, բնակրում միևնույն բառնագրած, նույն հավատքը, որը որ մեզ փրկել է։ Շնորհք ձեզ եւ թող խաղաղությունը շատանա Աստծու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին գիտությամբ։ Ստեղ ոչ թե շատ աստվածաշնչյան տեղերի մասին է խոսքը, այլ Հիսուսին ճանաչելու մասին է խոսքը։ Ու Աստծո խոսքը ասում է շնորհքը եւ խաղաղությունը շատանում է Քրիստոսին ճանաչելով։ Ուզում ես խաղաղություն կյանքումդ ճանաչի Քրիստոսին, ժամանակ անցկացրու Քրիստոսի հետ։ Ուզում ես Աստծո շնորհքը աշխատի քո կյանքում, ժամանակ անցկացրու Քրիստոսի հետ։ Երրորդ խոսքը, նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքի եւ աստվածապաշտությանը վերաբերվող ամեն ինչ։ Աստծո խոսքը ասում է, որ կյանքի ու աստվածապաշտությանը վերաբերող, չի ասում միայն կյանքի կամ միայն աստվածապաշտությանը, ասում է ամեն ինչ մեզ արդեն շնորհվել է։ Երբ 2000 տարի առաջ խաչի վրա դուք ասես բա ինչի չունենք, այսօր կնայենք ինչի չունենք, որտեվ ինչ որ շնորհք արել է, այն ինչ որ Տերը կատարել է խաչի վրա, սա Աստծո շնորհքն է, սա ձրի է մեր համար, բայց այն ինչ որ մեր մասն է, մենք հավատքով ընդունում ենք, այսինքն շնորհքով եք փրկված հավատքի միջոցով կամ հավատքի ձեռքով, Տեր Հիսուս Քրիստոսը մեզ փրկել է շնորհքով, մեր մասը հավատքով ընդունելն է։ Հիմա կյանքի աստվածապաշտության համար ամեն բան մեզ տրված է, սիրելիներ, արդեն խաչի վրա Քրիստոսով մեր մասը սա հավատքով ընդունելն է։ Ու հիմա կնայենք ինչ արժեքներ ասում Պետրոս առաքյալը, որպեսզի մեր հավատքը զարդարենք ու հավատքով ընդունենք, այն կարողանանք, ինչը որ մեզ արդեն տրված է։ Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ Շատ եմ սիրում այս խոսքը։ Ու պատվական խոստմունքներն են մեզ տրված։ Առաջի եթերի ժամանակ, որ քո մոտ է, առաջի եթերի ժամանակ այս խոսքը իրար հետ լավ բացել ենք, քննել ենք։ Որոնցով ամենամեծ ու պատվական խոստմունքներն են մեզ տրված, սիրելիներս։ Ոչ թե փոքր ու անպատիվ խոստմունքներ։ Դու կփրկվես, հա, այն դռների հետևում խելոք, չէ, մեծ ու պատվական։ Աստված մեզ կանչել ու հրավիրել է դեպի իր շնորհքի գահը, որը որ երկնքի կենտրոնում է, ոչ թե դռների մոտ։ Մեծ ու պատվական խոստմունքներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինենք։ Այսինքն պատճառը ինչն է։ Այո։ Ու Քրիստոսի կատարած գործի հետևանքով այն խոստմունքները, որ մեզ տրվել են, Քրիստոսի խաչի հետևանքով ու հարության մենք նաև աստվածային բնույթին։ Այսինքն խոստմունքը ինքնանպատակ չի։ Չի։ Մենք չենք կենտրոնում դրա խոստմունքների, նա է կենտրոնում, որով մենք հաղորդակից ենք։ Այ ընդհանրապես մենք չենք։ Սա շատ կարևոր է։ Ընդհանրապես մենք մեր գործերով չենք քրիստոնեության կենտրոնում, այլ Քրիստոսը իր խաչով։ Գիտեք, մի հատ խաբկանք կա, կարծես թե իմ փրկության կենտրոնում, իմ արդարացման, իմ երկին գնալու կենտրոնում ես եմ իմ գործերով, չէ, սիրելիներս, նա է իր խաչով, իր գործով։ Դա sense արտահայտություն չէ, կա ժամանակին ես եմ արել, դե ես կանգնած եմ իմ տուր իմ, այն ինչ որ դու ինձ խոստացել ես, տուր ինձ։ Ասեն չեմ ասի վատ կամ լավ բան, բայց եթե խոստմունք, ուրեմն հաղորդակից Աստծո բնությանը։ Միանշանակ։ Պարտադիր դա է։ Միանշանակ։ Սա շատ ուրիշ տեղ է տանում։ Հիմա Քրիստոսի մոտ ստացվեց թե չէ Աբրահամ ջան։ Ստացվեց։ Ոնց կարաս չստացվի։ Ոնց կարաս։ Սա նշանակում է ես աստվածային բնույթին հաղորդակից եղա թե չէ։ Եղա։
Ինչպես Քրիստոսով ինչպես Աստված բնակվեց իմ մեջ, Աստված բնակվեց քո մեջ, Աստված իր Սուրբ Հոգով եկավ ու բնակվեց իմ մեջ, ես հաղորդագից դարձա Աստվածային բնույթին, ինչ ունեցա հավիտենական կյանք, այդ ինչ կյանք էր հավիտենական կյանքը, դա մի կյանք էր, որով միայն Աստված էր ապրում, դա զոհե կյանքն էր, երբ որ ես վերստին ծնվեցի, ընդունեցի Հիսուսին Տեր ու Փրկիչ, Աստվածային հավիտենական կյանք եկավ ու բնակվեց իմ մեջ ու ես ապրում եմ հավիտյան։ Մենք ունենք Հիսուս ասում է ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Մեր Աստվածաշնչյան դպրոցում հիշում եմ բան կար, հարց կար, երբ որ ես սովորում էի, եթե չեմ սխալվում, լավ, չեմ ուզում անուններ տանուն դասներ, ինձ հավատացողը հավիտենական կյանք կունենա։ Ճիշտ է այս արտահայտությունը։ Բոլորը գրել են այո։ Ներկա պայման։ Այո։ Բոլորը հավատում եմ ներկա պայման։ Այո, բոլորը գրել են այո կունենա, բոլորը սխալ են։ Միշտ հակում ունենք հետո վրա գցել ամենիցը, չէ՞։ Հիմա հավիտենական կյանքը սկսում է ստեղից։ Ու այս երբ որ այս խոսքը հասկացված է դառնում, այս խոսքը բացատրում է այն խոսքը, որ Տեր Հիսուսը մեջ բերում է, որ դուք Աստվածներ եք, ոչ մեծատառով, այսինքն այն բնույթը, այն կյանքը, որ Աստված ունի դրել է քո մեջ, դու հաղորդակից ես եղել Աստվածային բնույթին, երբ որ հավատացյալը սա հասկանում ասում է, Տեր, այս ինչ մեծ բան ես արել, ոչ թե ինձ միայն սիրեցիր, փրկեցիր, թողեցիր մի տեղ, Տեր Հիսուսը ասաց, կգանք ու բնակություն կհաստատենք իր մեջ, ոնց դու եկել ես իմ մեջ ես բնակվում, բայց պայմանը ինչ է բնակություն հաստատելու, ասում է, եթե մեկը սիրում է ինձ, իմ խոսքը պահում է, դա է պայմանը, մի բան, այսպիսի էֆորիայից, որպեսի սա էֆորիկ ուրեմն բնույթ չկրի իր մեջ, ես կուզեմ մի քիչ ավելի արթուն ձևով հասկանանք սա, տես դու ասում ես, դու վերստին ծնվեցիր, Տեր եկավ, քո մեջ բնակվեց, այս արտահայտությունը շատ տարածված է, իդեպ ասեմ, շատ տարածված է, բայց կարծում ես, որ երբեմն սա էֆորիա է ստեղծում մարդու մեջ, դու երևակայում ես դա ավելի, քան որ փորձառաբար ապրում ես, վերապրում ես դա։ Ասեմ, Աբրահամ ջան։ Այ կուզեմ սա անպայման շեշտել է պետք։ Ասեմ ու ասեմ անցնենք, որպեսզի հասցնենք թեման ավարտենք։ Չէ, օգնում ես։ Սենց կա։ Որտե մեր ժամանակն էլ է։ Ոչինչ, կամացնենք։ Երբ որ խոսքը գնում է այն մարդկանց մասին, ում բերում են եկեղեցու, ասում են գնա տես հովի ինչ ասում կրկնի ու հովը ասում ասա իմ հետ ես հավատում եմ Հիսուսին կարծես թե ապաշխարության աղոթքը ես մարդը անում եմ դու արդեն Աստծո որդի ես ասենք Պողոս Առաքյալը ասում է ով Հիսուսին Տեր դավանի ու սրտով հավատա մենք Տեր դավանելը տեսնում ենք մենք սրտով հավատալը չենք տեսնում իսկ ինչին է սրտով հավատում որ Հիսուսը հարություն առել որ իր մեղքերը ներված են Այսինքն, երբ որ մենք նայում ենք միայն գործողությանը, մենք սրտին չենք նայում, մենք չգիտենք մարդու սրտում ինչ կա, ու իրականում, չգիտեմ ինչքանով կհասկանան մեզ լսողներ ավելի ճիշտ կընդունեն, ապաշխարության աղոթքը մեզ չի փրկում, մեզ Հիսուսն է փրկում, Դու շատ կարևոր բան ես ասում։ Ապաշխարության աղոթքը մեզ չի փրկում։ Այսինքն անգիր արած աղոթքը չի փրկում։ Ապաշխարությունը դա խորը ապաշխարության աղոթքը սա իմ հավատամքի, որ ես հավատում եմ ով է Հիսուսը։ Բառերով ասելն է։ Այսինքն երբ որ ես հավատում եմ ով է Տեր Հիսուսը իմ համար, ինչ արել իմ համար, ինքը մահացել է, ներել է ինձ, արդարացրել է, սրբել է, իր արյունով ճանապարհը հարթել դեպի հավիտենական կյանք, երբ որ ես սա հասկանում եմ ու իմ բառերով ասում եմ, այ իմ սրտի հավատքն ու իմ ասածը ինձ փրկում է։ Ինչի ոչ թե հիմա է Աստված ինձ փրկում, Տեր ինձ 2000 տարի առաջ խաչի վրա իմ փրկության համար գին է վճարել, ես ընդունում եմ իմ փրկությունը։ Ու ցանկացած մեկը, չէ, Հիսուսը Նիկոդեմոսին ասում է, եթե վերստին չծնվես, Աստծո արքայություն չես կարող մտնել։ Ցանկացած մեկ ով սրտով հավատում է ու Հիսուսին Տեր է ընդունում, ինքը փրկվում է։ Մենք չենք կարող սա տեսնել, մենք հավատքի մասը չենք կարող տեսնել,
օրինակի համար երկու հոգի գալիս են եկեղեցի։ Մեկը ծնկում լացելով, աղոթում է այս աղոթքը գոռալով, մեկը ուղղակի առանց էմոցիա կանգնած աղոթում է։ Մենք ասում ենք, այ սա ապաշխարություն է, փրկվեց, նա չէ։ Մենք չգիտենք։ Հետո այն մեկը գնում է, չի գալի, դա լինում է իր վերջի գալը, իսկ այն մեկը ոնց առանց էմոցիա աղոթել էր, տենց էլ առանց էմոցիա, միգուցե էմոցիոնալ մարդ չի։ Տարիներ շարունակ գալիս է ու քեզ օգնում է, լցում է Սուրբ Հոգով, պարգևները աշխատում են։ Այսինքն մենք աչքի երևույթով ենք երբեմն դատում, ասում ենք այն որ բարձր է, գոռալով է, ծնկած է, լացելով է, այս ճիշտ է, այնի ճիշտ չի։ Բայց իհարկե չէ։ Աստված ինքը սրտերին է նայում։ Գնանք առաջ։ Եթե պատասխանվեց այս հարցը, գնանք առաջ։ Գնացինք։ Շատ լավ։ Սիրելիներս, եթե ինչ-որ հարցեր կմնա, խնդրում եմ, բայց թեմայից, ոչ թե Հիսուսը որ համար է հագել, բոյ ինչքան է եղել, թեմայից, եթե հարցեր կմնա, խնդրում եմ, գրեք, սիրով վերջում կպատասխան։ 5 րոպե թողենք հարցերի։ Ոնց ասես։ Okay։ Որոնցով ամենամեծ եւ պատվական խոստմունքներն են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնության հաղորդակից լինենք աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով։ Հիմա գնացինք 5-րդ խոսքից ամենահետաքրքիր ու գեղեցիկ մասն է գալիս։ Շատ եմ սիրում այս խոսքերը։ Եվ այս բաների համար ամեն ջանք թափելով ձեր հավատքը հարստացրեք առաքինությամբ։ Առաջին արքայության արժեքը, որից որ Պետրոս առաքյալը խոսում է, սա հավատքն է։ Հավատքը ինքը արժեք է իրականում Աբրահամ ջանը։ Հավատքը ինքը արքայության արժեք է։ Ու ինքը թանկ արժեք է։ Արդյոք ես հավատում եմ, որ Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա իմ մեղքերի հարցը լուծել է։ Ես հավատում եմ Հիսուսին։ Ես հավատում եմ, որ ինքը հոգ է տանում իմ համար։ Ես հավատում եմ, որ ինքը ինձ արդարացրել է։ Ես հավատում եմ իր խոսքին։ Ես հավատում եմ իր կատարած գործին խաչի վրա։ Միանշանակ բոլորս գիտենք ճիշտ պատասխանը այո։ Այո, ամեն։ Բայց երբեմն կյանքի իրավիճակների մեջ մենք մեզ այնպես ենք պահում, կարծես թե չենք հավատում։ Ես հարց ունեմ, բայց չգիտեմ ժամանակը երևի թողեմ վերջում։ Բոլորով դել ժողովրդն արդեն այդպես որ լինի 2-3 ժամը չի հիմա բավարարի ինչի եմ ասում հավատքը ամենակարևոր արժեքներից մեկն է հավատք առ Աստված հավատք առ Տեր Հիսուս Քրիստոս հավատք որ ես փրկված եմ ես մի հատ անհավատի դիրքից խոսամ եկեք այսպես պատկերել ես անհավատ մարդ եմ օրինակ բայց եթե անհավատ ես դու քրիստոնեական արժեք չես կարող ունենալ հա բայց ես հարցը ուրիշ ձև անհավատի դիրքից ախպեր ինչ է այդ հավատքը ինչ պիտի անեմ անհավատի դիրքից եմ այդ ինչ է բանը ինչ է ջղաձգվեմ ինչ որ կոճակա սխմեմ ինքը սենց ինչ-որ ուզենամ հավատամ, հավատում եմ, չեմ ուզում հավատամ, չեմ հավատում ասեմ շատ կարևոր է եթե չկա ավետարան չի կարա լինի հավատք խոսք ավետարան, մաքուր խոսք ավետարան բառը նշանակում է չափազանց բարի լուր ինքը դժոխքի մասին չի ավետարանը մեղքի մասին չի ավետարանը ավետարանը դրախտի մասին է Քրիստոսի կատարած գործի խաչի փրկության իհարկե եթե պետք է դժոխքի մասին խոսվում ավետարանը բարի լուր է երբ որ մենք խոսում ենք հավատք դու հոգևոր ես ես աշխարհիկ եմ պատկերացրա ես չեմ կարող ունենամ հավատք եթե դու ինձ ավետարան չես քարոզում հավատքը իմ հավատքը ծնվում է այն ավետարանից որը որ ես լսում եմ հավատքը լսելուց է Դրա համար այն ինչ դու քարոզում ես, ես լսում եմ, դրան եմ հավատում։ Պողոս առաքյալը Հռոմեացիների 10-ում ասում է ինչպես հավատան, եթե չլսեցին, ինչպես լսեն, եթե չքարոզվեց։ Հիմա, եթե դու ինձ քարոզում ես ոչ ավետարան, եթե դու ինձ քարոզում ես ինչ-որ ոչ բարի լուր, այլ չար լուր։ Կամ փորձում եմ ապացուցեմ ինչ-որ։ Հա, ինչ-որ բան ես փորձում ապացուցես։ Ես աթեիստ եմ,
Դու փորձում ես ապացուցես, որ չէ, Աստված կա։ Դա իմ մեջ հավատք չի առաջացնելու։ Իսկ երբ որ մենք խոսում ենք Քրիստոսի կատարած գործից, ասում եմ սիրելիս, այն որ մտածում ենք մի հատ երկնքում կշերք կա, բոլորը տենց են մտածում, ստեղ դնում են իմ լավ գործերը, ստեղ դնում են իմ վատ գործերը, եթե իմ բարի գործերը շատ է, ես կփրկվեմ, այդ կշերքը չկա, քեզ փրկել է Տեր Հիսուսը 2000 տարի առաջ, քո համար խաչվել է, իր արյունը թափվել է, որպեսզի քո մեղքերը ներվեն, ինքը ամեն բան արել է, այսինքն դու փրկվում ես, որովհետև քեզ փրկել են, դու փրկիչ ունես, ու եթե դու ընդունես քո փրկչին, եթե դու ասես Հիսուս դու ես իմ Տերը, այս աղոթքը անես, սրտանց անես, դու կփրկվես, երբ որ ինքը հավատում է այս բարի լուրին, այս սա է հավատքը, հավատում է Հիսուս Քրիստոսի կատարած գործին, իսկ դրանից հետո ցանկացած հավատացյալի հավատքը ինքը մկանի պես աճում, մենք մարզում ենք մեր հավատքը։ Դրա համար, երբ որ մենք խոսում ենք հավատքից ու ասում ենք դու պիտի հավատաս, անհավատ մարդը ասում է ինչին հավատամ։ Ոնց հավատամ։ Եթե ինչպես հավատան, եթե չլսեցի։ Ու իրականում ավետարանը ծխելու ու խմելու դեմ չի, մասին չի, այդ ծխել այդ խմել այդ թարգի կփրկվես, հա, շատ կանայք իրանց ամուսիններին տենց են ասում, ու երբ որ գալիս են ասում են, հով իմ ամուսինը ծխում է, խմում է, մի բան անենք, աղոթենք, որ թարգի, ասում եմ, լավ, աղոթենք, որ թարգի, եթե դու համաձայն ես, որ քո ամուսինը առանց ծխելու խմելու գնա դժոխք, ոչ մի խնդիր, կարանք աղոթենք թարգի գնա դժոխք, մեկ էլ չէ, ես ուզում եմ ինքը փրկվի, բա ինչ ծխելու խմել ես քարոզում, քույրս Հիսուս քարոզի, եթե ուզում ես ամուսինդ փրկվի, այն որ ասում է ծխելն ու խմելը тут при чем, վատ բան է, իհարկե վատ բան է, պիտի թողնի, իհարկե պիտի թողնի, բայց դու Հիսուս քարոզի, որ փրկվի, էդի կթողի, բայց երբ որ դու քարոզում ես վարք, այս սենց արա, սենց մի արա, դա իրան չի փրկելու։ Լավ, առաջի արժեքը սա հավատքն է արտեր Հիսուս Քրիստոսի։ Երկրորդ արժեքը ինչից խոսում է Պետրոս առաքյալը, սա առաքինությունն է։ Հարստացրեք ձեր հավատքը առաքինությամբ։ Ինչ է առաքինությունը, սա վեհ բան է։ Ու եթե երիտասարդը կամ ինչ որ մեկը չունի իր կյանքում արժեք առաքինությունը, դու ինչքան ուզում ես խոսա Սուրբ ապրելուց, ինքը լսելու է, գնալու է ու անելու է մի բան, որը որ իր բնույթին համապատասխան չի։ Չեմ հիշում ժողովի մեջ է, թե Արաքածի առաքինի կնոջ մասին որ խոսում է։ Արաքած 30-ը։ Ճիշտ է։ Այդտեղ ներկայացնում է կնոջ կերպար առաքինի եւ առաքինությունն է։ Առաքինության մասին։ Ինչքան կենտրոնացած է իր ընտանիքի վրա, ինչքան հոգատար է իր ընտանիքի հանդեպ, ինչքան ամեն ինչ ժամանակին ու տեղին է, նկատում ես այդ առաքինության իմաստը, հա, շատ գեղեցիկ։ Ու ինքը առաքինությունը գալիս է մեր բնույթից։ Երբ որ հավատացյալը հասկանում է ինչ է կատարվել իր հետ։ Առաքինությունը ինքը դրսևորում է վարքով, բայց ինքը ներքին համոզվածություն է։ Ու սա գալիս է, երբ որ հավատացյալ այս գրիչը ոնց որ իմ համար ես դրել, որ համ խաղամ, համ խոսամ։ Հա, ես եմ միա ձեռացնում։ Ստեղ սենց սիրուն խաղալիք է։ Առաքինությունը գալիս է իմ բնույթից։ Երբ որ հավատացյալը հասկանում է ով է ինքը Քրիստոսում, ինչ եղավ իր հետ, ինչ արեց Հիսուսը, ինչ դարձրեց իրան Հիսուսը, ով էր ինքը ու ով է հիմա, որտև երբ որ ես չեմ հասկանում ինչ կատարվեց իմ հետ, ես չեմ հասկանում ինչպես պիտի ապրեմ։ Պետրոս առաքյալը գեղեցիկ օրինակ է բերում, ասում է խոզը թավալվում է էլի ցեխերի մեջ, շունը գնում է իր փսխածին։ Ամբողջ հարցը նրանումն է, որ նախքին խոզը, նախքին շունը
ով վերստին ծնվել է, եկել է Հիսուսին ու դարձել է գառնուկ։ Ինքը չի հասկացել ինչ եղավ իր հետ։ Ինքը չի հասկացել, որ իր բնույթը փոխվեց, աստվածային բնույթին հաղորդակից դարձավ։ Ինքը չի հասկացել, որ ինքը նոր արարած է։ Ինքը չի հասկացել, որ նոր արարածը ունի նոր արարածի վարք, սա Քրիստոսի վարքն է։ Ես մի քիչ այս հարցում ոչ թե ընդդիմանամ, այլ միտք այսպես արտահայտեմ։ Ես չեմ կարծում, որ շունը գա տիրոջը դառնալու է գա կամ խոզը։ Շունը գուցե մաքրվի ինչ-որ չափով կամ խոզը, բայց միևնույնն է, նրանց գենետիկ կոդը չի փոխվել։ Նրանք նույն խոզն են, որովհետև հետ վերադարձան։ Հա, ստեղ ուրիշ բանի մասին է։ Ես խոսում եմ Կուզեմ հասկանամ ինչ ես ասում։ Հա, դու ճիշտ ես ասում։ Բայց ես խոսում եմ աշխարհիկ մարդու մասին, ասում եմ, որ Աստված մեզ խավարի իշխանությունից տեղափոխեց դեպի իր լույսի իշխանություն, իր որդու, այսինքն խոզին հավասար կյանք ենք ապրել։ Այդ եմ ուզում ասեմ, ոչ թե բնույթի մասին է խոսքը, այլ մեղավոր կյանքի։ Մի ցանկացածս եղել ենք մեղավոր, իհարկե, եթե ես չեմ ծնվել քրիստոնեական ընտանիքում, Աբրահամ ջան։ Ես դառել եմ քրիստոնյա։ Ես ունեցել եմ մեղավոր բնույթ, ես եղել եմ մեղավոր։ Երբ որ Աստված անցավ իմ կողքով նայեց, սիրեց, փրկեց, ինձ այս մեղավոր աշխարհից տեղափոխեց իր որդի Տեր Հիսուս Քրիստոսի Կողոսացիս առաջի գլուխն է, լույսի արքայություն։ Ու հիմա Աստված էլ ինձ մեղավոր չի ասում։ Աստված ինձ ասում է դու սուրբ ես, Աստված ինձ ասում է դու իմ տղեն ես, դու իմ զավակն ես ու մնացածին։ Այսինքն Աստծո զավակը ինքը մի հատ ուրիշ տեղ է տեղափոխվել։ Աստծո զավակի բնույթն է փոխվել։ Ու երբ որ իմ բնույթը փոխվել է, մեղավորը դարձել է սուրբ։ Ես ունեի մեղավոր բնույթ, Տեր Հիսուս Քրիստոսը խաչի վրա ինձնից վերցրեց իմ մեղավոր բնույթը ու ինձ տվեց իր սուրբ բնույթը։ Դրա համար Պողոս առաքյալը, երբ որ երկրորդ Կորինթացիս 5:17-ում ասում է նոր արարած, այս բառը շատ յուրահատուկ բառ է։ Ինքը չգիտի ինչ ասի։ Այդ արարածից չկար մի նոր բան ապրես, մի նոր բան։ Հիշում ես մենք երկրորդ հաղորդմանը մի քիչ խոսել ենք նոր արարածից։ Սրբություն բառն էլ է կապված դրա հետ։ Նոր բան միանշանակ կապված է դրա հետ։ Ու եթե կապված, ապա միայն դրա ու Աստծո հետ։ Ուրիշ ոչ մեկի հետ կապ չունի սրբությունը։ Աստծո հետ ու նոր արարածի, Աստծո եկեղեցու, Աստծո զավակների հետ։ Հիմա ինչ կապված է նոր արարածի հետ, ասում է, եթե մեկը Քրիստոսում է, նա նոր արարած է, ստեղծված է, հները անցան, ահա ամեն բան նոր եղավ։ Այս երկրորդ արտահայտությունը հները անցան ու նոր եղավ։ Սա ցուցադրական է, ահա բառը ցուցադրական է։ Հիմա իմ ասածը հենց էսա, ցանկացած հավատացյալ, որ վերստին ծնվել, ինքը հասկացավ, որ հները անցան։ Պետք է հասկանա։ Պետք է, հենց դրա փորձառաբար պետք է։ Այո, իսկ ինքը հասկացավ, որ ամեն բան նոր եղավ։ Միանշանակ բնույթը նոր եղավ։ Ես հենց այս արժեքներից եմ ուզում խոսեմ, որ երբ որ տրանսֆորմացիա տեղի ունեցավ։ Ամեն, այն որ թրթուրը ինքը դառավ թիթեռ։ Ու ինչ եղավ մեր հետ, մենք պիտի հասկանանք, որ մենք նոր արարած ենք։ Մենք ոչ թե նախքին մեղավորներ ենք, ովքեր փորձում են իրենց գործերով դառնալ սուրբ, այլ մենք նոր արարած ենք, որ երբեմն միգուցե սխալվում մեղք են գործում, բայց գալիս ենք Տիրոջ առաջ մենք մաքրիր։ Այդ հարցը լուծելու ձևը տարբերակ։ Բայց այդ հարցը լուծելու ձևը ապաշխարությունը Քանի որ գիտենք, մեզ իրավունք չի տալիս գործել դա։ Շատ հավատացյալների խնդիրը գիտես ինչ, ապաշխարությունը կա, ոչինչ։ Չկա ոչինչ, իմ բնույթը չի։ Իմ բնույթը սուրբ բնույթ է։ Պայքար կա մեջդ։ Դու համաձայն ես դրա հետ։ Այո։ Հենց այդ է ցույց տալիս, որ դու վերստին ծնված ես ու փրկված ես։ Եթե այդ պայքարը չկա, այդ արդեն հարց է։ Հարցական անգամ ծնունդը կարա հարցականի տակ լինի վերստին եթե չկա այդ պայքարը եթե մարդը փրկվում է իր բնույթը փոխվում է չի կարա այդ պայքարը չլինի հենց այդ եմ երբ որ ես հասկանում եմ որ Քրիստոսի մեջ է բնակվում Քրիստոս
Հա, Պողոս Արաքելը ասում է մեղքը կարա բնակվի իմ մարմնի, ոչ թե իմ բնույթն է մեղավոր, իմ բնույթը փոխվեց։ Քրիստոս վերցրեց ինձանից մեղավոր բնույթ, ինձ տվեց իր բնույթը, բայց իմ մարմնի անդամների մեջ դեռ մեղքը ապրում է։ Ու միշտ այդ պայքարը կա, մարմնիս պայքարը հոգուս հետ։ Այո։ Ու իմ ես, իմ շունչը, իմ կամքը, միտքը, զգացմունքները, որ կոմը ընտրեց, այդ կոմը հաղթեց։ Ու ուղղակի ապրել առանց արքայության արժեքների, ապրել առօրյա կյանքով, ոչ գերբնական կյանքով, ապրել առանց Աստծո հետ փոխհարաբերության, առանց խոսքը կարդալու, առանց աղոթքի, առանց ամեն օր մի հատ ես մի քիչ ոնց որ ոչ կրոնական բան ասեմ, այն որ գոնե չի հասուն մի ասենց Հիսուս ջան սիրում եմ քեզ այսօրս քոննա ինքը հասարակ մի բան է կարճ ժամանակի մեջ բայց ցույց է տալիս որ դու իրան ես պատկանում հետո կունենաս ժամանակ օրվա մեջ առանցնացիր այդ փոխհարաբերության մեջ Այսինքն առաքինությունը դու նկատի ունես սրանից փոփոխություն բնույթի փոփոխություն բնույթի փոփոխությունը հասկանալուց բխած վարք այո այսինքն առաքինությունը ինքը ցույց է տալիս որ դու այս աշխարհի համակարգից չես հա դու երկնային արքայության համակարգից ես որի կենցաղավարությունը 100%-ով տարբերվում է աշխարհիկ այո կենցաղավարությունից հա հիմա այո 100%-ով այո ամեն հիմա հարց արդյոք իմ համար առաքինությունը արժեք է իհարկե եթե իմ համար առաքինությունը արժեք է ապա ես ոչինչ չեմ անի որը որ սա իմ ու Աստծո փոխհարաբերության մեջ է ես ոչինչ չեմ անի ոչ մի կեղծ բան ոչ մի քողարկված բան կապ չունի ես մենակ եմ թե մենակ չեմ ինձ լսում են թե չեն լսում եթե ես հասկանում եմ ով եմ ես Քրիստոսում եթե ես գիտեմ ում եմ ես ներկայացնում ես ապրում եմ առաքին ու սա իմ համար վարքա դա հետո դա կյանքն է դա երկու տեսակ երևույթ կա նայ ես ինձ առաջարկ ունեմ մենք չենք հասցնելու այսօր թեման 100% որտեղ 10 րոպե մնում Ես առաջարկում եմ, ունենց անցավ ժամանակը եղբայրս, դու գիտես հավիտենություն լսի, առաջարկում եմ գալ շաբաթ օրը շաբաթ կիրակի չենք ունենում, 5 շաբթի գաս վաղը, չէ, գալ շաբաթ հա, գալ շաբաթ վաղը պայմանավորած եմ, չունենայք վաղը Okay Լավ, քեզ հարմարում է շարունակենք Հիմա կպայմանավորվենք Անպայման պետք է շարունակենք, որովհետև շատ լավ թեմա է։ Ես սիրում եմ, որ շատ մանրակրկիտ ձևով օրինակ ես այդ մանրակրկիթը սիրում եմ։ Ես էլ եմ շատ սիրում, եւ այս առաքինությունը իրոք ունի իր մեջ մանրակրկիտ ուսումնասիրության կարիք։ Տես երկու տեսակ առաքինության մասին երևույթ կա։ Մեկը սարքած է, կազմակերպած է, ցուցադրական է, համոզիչ է։ Պիտի թողես, որ գամ ես դրան չես դա առաքինություն չի։ Երբ որ մենք խոսում ենք առաքինություն, ես գալիս եմ այդտեղ։ Երբ որ մենք խոսում ենք առաքինություն, սա արտաքին չի, Աբրահամ։ Սա ներքին է։ Ճիշտ է։ Պողոս Արաքելը ասում է Աստծո արքայություն։ Լավ, առաքինությամբ կանգնում ենք, արքայությամբ վերջացնում ենք, հետո կշարունակենք։ Ես խոստանում եմ, որ կգամ, աբջան։ Ասում է Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չի։ Ինձ 5 րոպե ժամանակ կտաս։ Տալիս եմ, ես չեմ խոսում, դու խոսա։ Աստծո արքայությունը այստեղ Պողոս Արաքելը Հռոմեացիների 14-17-ն է, եթե չեմ սխալվում, ասում է Աստծո արքայությունը ուտելիք ու խմելիք չի։ Ուտելիք ու խմելիք չի։ Ինքը ասում է Աստծո արքայությունը շոշափելիք չի։ Հագնելիք, նյութական, այլ ուրախություն, խաղաղություն, արդարություն։ Աստծո արքայության 3 ֆակտորը զգացողության։ Առաջինը սա է։ Զգացողության, զգացմունքային 1/3 արքայության սա ուրախությունն է։ Աստծո արքայությունը տխրություն չի։
Շատ հավատացյալներ մտածում են տխրությունը Աստծուց է, ուրախությունը չէ։ Ուրախությունը էդի թրվռալ ծափնալը չի միայն Աբրահամ ջան։ Ճիշտ է։ Ուրախությունը ինքը ներքին իր մեջ կա թրվռալ ծափտալ, բայց ինքը ներքուստ է գալի, ոչ թե արտաքինից ներքին։ Եթե ես թռնեմ ծափտամ, իմ ներսը չի ուրախանա, բայց երբ որ իմ ներսը ուրախանա, ես երբեմն կարամ թռնեմ ծափտամ։ Հասկանում ես ինձ։ Որ ոչ այն կողմը, որ ճիշտ հասկանանք, որտեղից Դավիթին այդ ներսից։ Հիմա երկրորդ բանը օրինակ Զատիկի Սուրբ Հարության տոնին մի ուրախություն եկեղեցում թողից ներեն բոլոր այն քույրեր եղբայրները, որոնք բարելու դեմ են, բայց այդ դու չէիր գա, այդ ներսից էր։ Ու այդ նենց չի, որ ամեն անգամ լինում։ Երկրորդը խաղաղությունն է։ Ոնց Հիսուսը խաղաղացրեց փոթորիկը, որտեղից։ Իր ներսից։ Որտեղից խոսած խաղաղություն, իր ներսից։ Իշխանություն։ Այո։ Հեղինակություն։ Ու երրորդը սա արդարությունն է։ Նա իր մեջ ոչ մի նյութական բան չկա։ Ինչ է արդարությունը, որպես զգացողություն։ Դու շատ դժվար հարց տվեցիր։ Մենք արդարությունից մի օր անպայման խոսալու ենք։ Արդարությունը շատ։ Որպես զգացողություն, արդարությունը սա Աստծո ներկայության մեջ առանց վախի, առանց մեղքի, մեղավորության ու առանց ամոթի կանգնելու ունակությունն է։ Ես հասկանում եմ, որ սա իմ ջանքից չի, ինձ արդարացրեցին Ավ։ Ես ոչ մի բան չարեցի դրա համար։ Դատավորը քննեց իմ գործը, բերեցին։ Աբրահամի գործը դատավորը քննեց, ասեց արդար է։ Իրա վրա մեղք չկա, մեղադրանք։ Բա ուր է իր մեղադրանքը։ Դատավորի տղու վրա է 2000 տարի առաջ։ Հիմա դու ստեղ ինձ նյութական ցույց տուր, ուրախություն, արդարություն ու խաղաղություն, չկա նյութական, չկա շինձուբան։ Այո, դա չերևացող է, բայց փորձառաբար վայելող, կիրառվող։ Ինքը դրսևորվում է վարքի մեջ, միանշանակ, բայց ինքը ներքին է։ Հիմա խոնարհությունը նյութական է, չէ։ Ինքը դրսևորվում է վարքի մեջ, որովհետև չերևացող բաներից ստեղծվեցին երևացողները։ Ստեղ աշխատում է այդ խոսքը։ Չէ, միանշանակ։ Այո, ամեն։ Շատ լավ, արի այդ դեպքում կանգնենք առաքինության վրա։ Առաքինության վրա, այո։ Այս վերջերս մեր երիտասարդների հետ խոսում էի, Այնքան հավես է, այս բառը էլի օգտագործեմ, երբ որ տեսնում ես աշխարհից այդ հանցագործ կյանքից մարդը գալիս է, ցանկացած դեպքում վերստին ծնունդը փրկություն ինքը հրաշք է, կապ չունի ով է փրկվում, բայց սենց ես որը տեղ եմ եղել, մի ձև սիրտս ավելի է ուրախանում, սենց սիգարետները ճմրթում գցումը որոշում են տիրոջ համար քայլեն։ Ու երբ որ հանդիպում եմ, ես իրանց հետ ասում եմ առաքինությունը ձեր համար արժեք սարքեք։ Եթե չէ, մի ոտ էսկոմ, մի ոտ ենկոմ, սրբությունը տղերք ձեր համար արժեք սարքեք, երեխեք, արժեք։ Աղոթեք, ասեք, սա իմ համար արժեք է։ Ես չեմ անցնի սրա վրայով։ Ինչի, որտև Աստծո շնորհքը ուր է մեզ տանում։ Սրբության, անհարատության։ Ինչի, որովհետև մեղքը ձեր վրա թող չթագավորի, որովհետև օրենքի տակ չեք, այլ շնորհքի։ Այսօր արի ոչինչ երկու արժեք, հավատք ու առաքինություն։ Հավատք արտեր Հիսուս Քրիստոսին։ Համը Մարսելա պետք է ամեն ինչ։ Okay։ Հարազդարջը խորեն մտածել, վերարտադրել, խոսալ եւ գիտես սիրում եմ այս թեման ինչի համար։ Ոչ թե որ հիմա մենք այսպես հայտարարում ենք որ գնացեք ու այս արժեքները ունեցեք։ Սրա մասին չի խոսքը, վստահ եմ։ Միանշանակ։ Սիրեք սա։ Միանշանակ։ Գարանտիան, որ հաջողության գարանտիան, որ պետքա լինի քրիստոնյայի մեջ, սա է սիրել այս արժեքը։ Հա։ Գնահատել արժեք հեղինակություն։ Խոսքը հետո Պարս Պետրոս Առաքյալը բացատրում է։
Պարզ, որտեղից է գալիս, ուր է գնում, ինչի սխեմայասա։ Աստծո ասմա ձեր հավատքը մի հատ էլ հիշեցնենք, որ խոսքը։ Ուզում ես որոնցով ամենամեծ պատվական, ասմա ձեր հավատքի վրա, ուրեմն Եվ այս բանի համար ամեն ջանք թափելով ձեր հավատքը հարստացրեք առաքինությունը գիտությամբ, գիտությունը սա Հիսուսին ճանաչելն է, գնոսիս բառն է, գիտությունը ժուժկալությունը համբերությամբ, համբերությունը աստվածապաշտությամբ, սա ծառայելն է Աստծուն, ավետարան քարոզելն է, եկեղեցական կյանքն է, աստվածապաշտությունը եղբայրասիրությամբ, եղբայրասիրությունը սիրով, նայ 8-ը, որովհետև սրանք ձեր մեջ ունենալով եւ առատացնելով Ոչ միայն ունենալով, այլ առատացնելով։ Ոչ միայն ես ունեմ հավատք հերիքա, չէ, հավատքը լսելուց է, լսելը ասո ես աճացնում եմ։ Ոչ միայն ես ունեմ առաքինություն կամ սրբություն հերիքա, ոչ, ես աշխատում եմ, առատացնում եմ։ Անպտուղ չեք լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։ Դες հիմա ասենք օրինակ վկայություններ ենք լսում, շատ լավն են այդ վկայությունները։ Իրոք Աստված հրաշքներ անում, օրինակ Սառնարանի սպառողությունը շատացավ, հագուստ ունեցա, Տերը կերակուր պատրաստեց իմ համար վերջապես։ Մեր հավատքը շատ անգամ կենցաղային հարցերին է ավելի շատ կապում, բայց այստեղ ինչպես շոշափվեց, ոչ մի կենցաղային բան չկա, ասում այն հավատքը, որը կարևոր է քրիստոնյայի մեջ, վերստին ծնվածի մեջ, նա պետք է քեզ տանի մի ուրիշ տեղ, կտրի քեզ կենցաղից եւ մտցնի Աստծո բնության հետ հաղորդակից սա չի հնարավոր չի լեզվով բացահայտել ոչ թե դու դառնում ես հաղորդակից, այլ արդեն հաղորդակից ես գնալով հասկանում ես այո, ասма որով ուրեմն որոնցով ամենամեծ պատվական խոստմունքներն են տրված մեզ, որ նրանով հաղորդակից լինենք Աստծո բնությանը։ Խոստմունքները, ես սա ուզում ասել, խոստմունքները մեզ չպիտի կապի, ասոցացնի մեր մեջ կենցաղային հարցերի մասին, որ Տերը հիմա էս անում են անում։ Այդ նա մեզ ուղղորդում է դեպի Աստծո բնության հետ հաղորդակից լինելու, որի արդյունքը կլինի այս արժեքներն են այո իսկ այս արժեքներն էլ կձևավորվեն այն էլ կգա նենց չի որ Աստված չի ուզում է Դավիթ ասում է բարիքն ու ողորմությունը վազում են ին հետևից ինչի է Հիսուսը ասում ինչի է ունենք ժամանակ երկու րոպե Աստծո շնորհքը առատա ես ուզում եմ խոսանք բայց ժամանակի մեջ ենք նայ ինչի է Հիսուսը ասում այն ինչ որ պիտի ուտեք հագնեք, քշեք, որտեղ որ պիտի ապրեք, սա հեթանոսներն են ձգտում։ Ճիշտ է, բայց ինքը չի ասում դուք հետի չեք ունենա, նա ինչ է ասում, ասում է դուք սկզբից փնտրեք արքայությունը, արդարությունը, այդ ձեզ կտրվի։ Երբ որ դու քո կյանքի համար նպատակ ես դնում այդ, ինչ պիտի ուտես, ինչ պիտի քշես, ինչ պիտի հագնես, երբ որ դա նպատակ է, դա ճիշտ նպատակ չի։ Իսկ երբ որ դու նպատակ ես դնում արքայությունը, արդարությունը, ինչ է արքայությունը, Տիրոջ մեծ գործը, որտեղ որ բոլոր եկեղեցիներն են, ոչ թե դու մասն ես կազմում այդ գործի։ Այո, ու արքայությունը դա միայն իմ եկեղեցին կառուցելը չի, սա իմը չի, բայց օրինակ եմ ասում։ Երբ որ ես կենտրոնացած եմ իմ համար նպատակ արքայությունը դա միայն էլ բեթելը չի։ Արքայությունը դա Քրիստոսի մարմինն է, իր գործը, չփրկվածները որ պիտի փրկվեն։ Դրա համար ես ուզում եմ քո հետ հաղորդակից լինեմ, մյուս մեր ախպերների հետ։ Մենք ունենանք իրար հետ փոխհարաբերություն, իրար հետ կառուցելու։ Ինչ անում սատանան, քանդում է այդ փոխհարաբերությունը։ Ոնց բամբասանքի միջոցով, որպես չարախոս հաջողվում է, մեկը մեկից բամբասում քանդում է։ Երկրորդը արդարությունը։ Ինչ է արդարությունը, ոնց եմ ես փնտրում, ասենք ոչ եմ ասում արդարություն ուր ես, սա իմ դիրքն է արքայության մեջ, որպես արդարությունը սա նաև դիրք է, իմ անմեղադրելի դիրքը, որ Աստված ինձ չի նայում, դու մեղավոր մեղադրանքով, Աստված ինձ նայում է որպես իր զավակ։ Երբ որ ես հասկանում եմ, որ այս արքայության գործի մեջ ես դիրք ունեմ, ես պիտի անեմ, սա իմն է, սա քո գործը չի, որ ես անում եմ։ Սա իմն է, իմ հոր գործը, իմ գործն է։ Հիմա դու ունես այգի պակում, այգեպան ես պահում, որպեսզի այգեպանը այդ այգին մշակի։
Դու իրան 5000 դրամ օրական աշխատավարձ ես տալիս։ Դա նորմալ է, ինքը անում է այդ 5000-ի համար։ Ծառայությունն է։ Շատ հավատացյալներ, շատ ծառայողները տենց են Աստծուն ծառայում։ Այդ վճարի դիմաց։ Մեծ աղբոր պես անարակ, որ թե այսքան քեզ ծառայեցի, ինձ ուլ չտվեցիր, հայր ասում է, գնա վերցրա։ Այն ինչ որ իմնա քոնն է։ Բայց օրինակի համար Աբրահամ ջան, առավոտյան տղուտ ասում ես մի հատ այդ ծառերը բան արա, կտրի սիրուն բան արա, հետնում հապապ ջան, կտրում ծառերը սիրուն բան անում, ջրում է, հետո չի գալի ասում 5000 ստուր։ Այգեպանը աշխատողը վարձկանա, անում է որ վարձ ունենա։ Տղատ անում է որտեվ իրանն է, այն ինչ որ իմ պապայինն է իմն է։ Ինքը չի ակնկալում վարձ, գետի իրանն է։ Այս է իմ դիրքը, այս է արդարությունը։ Արդարա։ Այսա պետք մեր ժողովրդին անենք, որտեվ մեր հոր գործն է։ Մարդկանց քարոզենք ավետարան մեր հոր գործն է։ Ամեն։ Ես վերջացրեցի։ Հաճելի զրուցակիցս, ինձ կներես եռած մեջս մի քիչ լավ է, հավես է, բա երկխոսություն է, ամենախոսություն չենք անում։ Հա, շատ լավ է, որ երկխոսություն կա, ավելի մանրակրկիտ ձևով ենք փորձում հասկանալ բանը։ Խոսքը, այո։ Բանը։ Վարազդատ ջան, շնորհակալ եմ, եղբայր քո հավատքով ավարտենք, իսկ գա շաբաթվա համար քեզ հարմար մի օր կպայմանավորվենք արդեն շարունակելու այս հրաշք զորավոր թեման։ Հալելույա։ Տեր օրհնում ենք քեզ ու քո մեծ անունը Տերի մարդ։ Աղոթում եմ, որպեսզի այս խոսքը շատ շատերի կյանքը փոխի Տեր։ Իմ քույրեր, իմ եղբայրները Տերի մարդ ովքեր լսեն, ես աղոթում ու խնդրում եմ Տեր, որ կպնես քո ներկայությամբ այս խոսքի միջոցով Տեր, ու քո արքայության արժեքները Տեր, որոնք որ նոր արածի մեջ են, նորից ձևավորես մեր մեջ։ Ամեն արժեք, որ բերել ենք քո մեջ, քո տուն, քո արքայություն, որ քո արժեքները ու աշխարհի արժեքներն ու քո արժեքները չի Տեր Հիսուսի անունով ես աղոթում եմ, որ սա բացահայտես մեր մեջ Տեր։ Ու մենք հրաժարվենք ամեն արժեքներից, որը որ քոնը չի ու քեզանից չի Տեր, ու քայլենք քո արժեքներով Տերի մարքա, հավատքով, սրբությամբ ու առաքինությամբ Տերի մարքա, քեզ ճանաչողությամբ ու քեզ ծառայելով Տերի մարքա, ու քո անունը փառավերելով ու քեզ ներկայացնելով այս աշխարհում Հիսուսի զորավոր անունով։ Ամեն։ Փառք քեզ Տեր, փառք Տիրոջը, շատ հրաշալի առավոտ ունեցանք, ախորժակով կերանք, եթե մեկը ախորժակ չունի, ուրեմն խնդիր։ Վարազդատ ջան, մերսի եղբայրս, շնորհակալ եմ քո թեմայի համար, ինչ որ Տերը սրտումը դրեց, իրոք շատ կարևոր էր, արդիական թեմա է, կարևոր թեմա է, խորելու, մտածելու, վերլուծելու։ Տեր օրհնի քեզ, օրհնված, պտղաբեր եւ հաջողված եղիր եղբայրս։ Սիրելի բարեկամներ, այսպեսին էր մեր եթերը այսօր, մենք առաջ Աստված կհանդիպենք վաղ առավոտյան ժամը 9-ին, իսկ մեր սիրելի Վարազդատ եղբայրի հետ գալ շաբաթվա համար կպայմանավորվենք, դեռևս ես առաջարկել եմ 5 շաբթի, բայց եթե իրան հարմար չի, ուրիշ մի օր, բայց անպայման խոսք տվեց, ուրեմն կանի կգա։ Տեր օրհնի ձեզ, մնացեք խաղաղությամբ, Մարանաթա, Տերը շուտով գալու է։